Ինչ չֆինանսավորին, ես դուրս եմ եկել։ Հիմիկվա դրությամբ ինձ սննկացրել է։ Ինչի մասին է, ես կարամ աշխարհի ամենաուժեղ զենքը ես տեղակ եմ, կլիմայական զենքը, որը ես կարամ առաջարկեմ ու պլյուս դրան, բայց դա ինձ չեն, գնացել եմ գյուտավոր տալուն եմ, ասում է, մեր մոտ այդպես մեծ մասշտաբի գյուտեր չենք ընդունում, որովհետև ասում է մի հատ գրիչ բեր, գրիչը փոփոխեք, ձևափոխի, որ տենանք ես գրիչն ուրիշ այեսի, մենք դրա համար քեզ գյուտը կընդունենք, քեզ էլ մեր գումարներ կտանք, բայց որ կլիմայական այդ բանի վերաբերյալ է, դա ասում է մեր մոտ, բայց չէ որ կլիմայական զենքով կմենք կարող ամբողջ աշխարհի ժողովուրդների խեղճացնենք։ Որն է, իսկ դրա համար նույն բանը ես Նիկոլ Փաշինյանի վարչապետին ես չեմ կարող ասել, մինչև իրան հասել, թե չի հասել, խոսքի օրինակ ռազմական արդյունաբերության համար ես փողը այդ բաներից անօթաչու թռչող այդ սարքերից եմ առաջարկել, որը ինքը կարա խփի մի 500 հատ ինքը խփի, բայց իրան ոչ մեկը չկարնա։ Փաշինյանը ընդունել են, ղրկել են ռազմական արդյունաբերությունից ինձ պատասխան եկե, հեռախոսի համարը 8 հատ ախր դուս, եթե սուտ եմ ասում, հա, ինչ ապացի, գնա դիմումս գրած կա, գնա վեկա լարա, ինձ ռազմական արդյունաբերությունից թուղթ ա եկե, ու մի հատ հեռախոսի համար ա տված, ասում ա զանգեք ստեղ, ես 2 հատ հեռախոսի համար եմ տվել, դուք նայեք ինչ եմ ասում, երկուսն էլ 55-ով ա եղել, օրանժ, ես չգիտեմ ամբողջ այդ տարածաշրջանում օրանժ ունեցող չի ելն, նրանք ջրի կարային ինձ զանգե, հա, ես գիտեք ինչ կա, թող ինձ գային հարստային ասեն, խելքով չի, ինչ այս ինչ ես ուզում դու ասես։ Դե ինձ դրանք չեն հետաքրքրում, նրանք ոչ մի բան չեն կարող, եթե մի բան մարդ որոշում է, պետք է գիտականորեն նախորդ սովետական նախորդ սովետական ժամանակ առանձին մարդիկ հաշվարկներ արան, տեխնոլոգներ գոյություն են, ինժեներներ ունեն, լրիվ հատ տալիս են, վերջնական արդյունքը տալիս են, ու նահաճելներ չեր արդյունքը տալիս են, ու նահաճելներ չեր կարած չլիներ։ Իսկ տեղ ինչ ասում են, մի հատ ասֆալտ անել եք չեն կարող, այլ ես ինչ ասեմ։ Դե գիտեք ինչ կա, ես այն վաղ տեսել եմ բան են արել, ասֆալտ անձրևի ժամանակ, եթե ասֆալտ են անում, դա համարում է լավ ասֆալտ, թող եվրոպացիները եւ այդ ադրբեջանցիներն այն այդ տեխնոլոգիան օգտագործեն իրանց մոտ։ Չէ, ես ինչ ասեմ, ես ինձ համարում եմ, բայց ոչ Հայաստանում։ Ես հիմիկվա դրությամբ ես իմի Հայաստանում ինչ շատ վատ եմ զգում, որտեղ ես իմի եկել եմ ստեղ նոր պատահական ուղղակի։ Չէ, ես դրա համար չեմ եկել։ Ես եկա ավտոբուսը սպասում էի 97 համարին, ինձ ասին փագածա, սիբաց ոտով եկամ, եկել ասին ստեղ բանը, ատես բանը ասի լավ կանի մի հատ գներն հարցնեմ 7000 դրամ, բանը խորովածն է եւ մնամատի բաներ։ Այդ որ կարել է հասարակ նոր ես ասեցի 3000-ին գար, լսե այդ հպարտ քաղաքացին չի կարա այդ առնել։ Դուք պատկերացնում եք այդ գները։ Դե հպարտ քաղաքացին պետք է աշխատող քաղաքացի, իսկ այն քաղաքացին, որը իրան ասма շատ հպարտ, դա արդեն այն մարդն է, որ ապարքեվավճարներ է ստանում, այլ աղբյուրներից։ Ինչի իշխանություն է, մարդիկ կան, որ իշխանությունից բացի, իշխանությունը ինչ է, մի 10 հոգի է, մնացածը ուրիշ է։ Բայց այդ մարդիկ պարգևաճար է ստանում, պետական բյուջեից չէ ստանում։ Մի րոպե, հասկացա, պարգևավճար ինչին են համարեն տալիս։ Մի հատ այսքան գիտնականներ կա, Հայաստանում 5 տարվա մեջ մի հատ գիտնականի անուն ասեք, եթե դուք կարաք ասեք մեկի անունը, որ հայտնի է ամբողջ աշխարհում։